Ողջունում եմ ձեզ, պարոն նախագահ, եւ մեզ սյունեցիներից եւ սիսյանցիներից հետաքրքրում է հետեւյալ հարցերը։ Առաջինը, Հայաստան պետությունը դուրս անել միջազգային որպես քաղաքարտ։ Երկրորդը, արցախցիների վերադարձ։ Արցախցիների անպայման վերադարձ։ Եվ պարոն նախագահ, գիտեմ ձեր դիպլոմատիկ աշխատանքը, ես խնդրում եմ Ռուսաստանի ղեկավարությանը հիշեցնեք 1813-15 թվի Գյուլստանի պայմանագիրը։ Այդ պատերազմում նաև Ռուսաստանը 10,000 զոհ է տվել եւ գումարած մեր հայ ժողովրդի կորուստներից։ Եվ երրորդ հարցը, պարոն նախագահ, ես քանի որ դուք համագործակցում եք հայ հեղափոխական դաշնակցության հետ, այդ կուսակցությունը դերևս 19-րդ դարում է ստեղծվել եւ կուսակցությունը սոցիալիստական կուսակցություն է հավասար ապրելակերպով։ Ես խնդրում եմ, որ անպայման գիտեմ, որ դուք ընտրվելու եք մեր էկոնոմիան, տնտեսությունը նմանեցնեք սկանդինավյան երկրի տնտեսության հետ, որովհետև մի հարցով ասեմ, մեր հարևանի տղան Օսլոյում ծրագրավորող է։ Շատ է բողոքում իր մայրը, ասում է, իմ տղաս խանութ-պանից մի քիչ հավես ստանում։ Շատ եմ խնդրում, որ ընտրվելու դեպքում դուք այդ ծրագիրը իրագործեք։ Շնորհակալություն։ Եվ չորրորդը, ես էլ եմ օգոստոսի 31-ին ծնվել եւ ձեր հասակակից եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նայեք, հետարքիր է, երևի երիտասարդների համար հետարքիր կլինի, Սովետական միությունը 70 տարի սոցիալիզմ էր կառուցում, չկարողացավ, բայց Սկանդինավիան առանց սոցիալիզմի մասին խոսալուց իսկապես սոցիալիզմ կառուցեց։ Իսկապես կառուցեց բարեկեցիկ երկիր։ Երևի դա Սկանդինավիայի մոդելը իդեալական մոդել է, թե ինչպիսին է պետք է լինի պետությունը։ Երևի Սկանդինավիա եւ Սինգապուր իսկապես իդեալական է, ես համամիտ եմ։ Հիմա ինչ վերաբերվում է մյուս հարցին կապված Ռուսաստանի հետ, կապված նաեւ ասենց աշխարհաքաղաքական խաղերում երկիրը հարվածի տակ չդնելու, դա հենց մեր հռչակած քաղաքականությունն է։ Մենք համարում ենք, որ Հայաստանը չպետք է փորձի խաղալ հզոր պետությունների հակասությունների վրա։ Ես մի քիչ ասենց կընդլայնվեմ այս հարցի հետ կապված, իմ աչքիս առաջ է եղել Սաակաշվիլու գործունեությունը։ Ես Հայաստանում էի նախագահ, ինքը Վրաստանում, Շևարդնաձեից հետո։ Ամեն ինչ անում էր, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հակասությունների արանքում հայտնվի եւ Միացյալ Նահանգներից ինչ որ մի բան փոկի։ Ամեն ինչ անում էր։ Քանի անգամ հետո հանդիպել եմ, հարաբերությունները լավ էր։ Ասում եմ, ինչի ես անում, բանես Վրաստանի գլխին փորձանք ես բերել։ Ռուսաստանը այն երկիրը չի, որի հետ կարելի է այսպես խաղալ։ Եվ Ամերիկան այդ երկիրը չի, որի հետ եւս կարելի է խաղալ։ Բաներ անում, ինչ փորձում էր բացատրել, դե չէ, այդքան էլ այդպես չի, ինքը ուրիշ բան անում, ուրիշ բան է փորձում։ Բայց ամեն անգամ սրում էր այդ հարաբերությունները եւ փորձում էր այդ սրացումից ինչ որ բան շահել, օգտվել։ Վերջը տեսակ ինչ փորձանք եկավ այն ժամանակ ինքը բերեց Վրաստանի գլխին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը անում է նույնը, ճիշտ նույնը։ Հակասություններ կան, այսօր ավելի սուր են այդ հակասությունները Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, եւ ինքը անում է ամեն ինչ այդ հակասությունների ասենց խիզակետում հայտնվելու համար։ Փորձանք է բերելու բոլորին գլխի։ Եվ հիմա արդեն այդ փորձանքը բերել է, արդեն հայկական ապրանքների համար մուտքը դժվարացել է, ապրանքատեսակներ կա, որը ուղղակի փակել են, եւ հիմա իր մեղքը եւս փորձում է գցել մեր վրա։ Ոնց Ղարաբաղը, չէ, ինքը տվեց, ծախեց, ավիրեց, հասմահներն են արել 91 թվականից։ Հիմա փորձում է գցել մեր վրա, եթե այդքան ուժ ունենք սենց ասեմ, Ռուսաստանի վրա ազդելու, որ ճամփեքը փակեն մեր ապրանքների համար, ուրեմն այդ ուժը ունենք,
հունիսի 8-ին այդ ճամփեքը բացելու համար։ Եթե ինքը մնա հաստատ ճամփեքը փակվելու է։ Ամբողջ ինչ Հայաստանը արտադրում է, չի արտադրում, սենց ասեմ, 90%-ով գնում է Ռուսաստան։ Գյուղարտադրանքի ավելի քան 90%-ը։ Մոտավորապես 98% բանջարեղեն, ծաղիկ, գինի եւ այլ, մոտավորապես 90%-92%։ Բալավ դու այդ քայլերը որ անում ես, չես մտածում այդ արտադրողի մասին, այդ բիզնեսների մասին, այդ ջերմոցներում աշխատող մարդկանց մասին։ Լավ, դրանց հացը, դրանց բերանից, ընտանիքների, երեխաներից կտրում ես։ Ինչի համար։ Որ արևմուտքից մեկը քեզ ասի ապրես լավ տղա ես։ Սաակաշվիլիներ էր տենց մտածում, հիմա որտեղ է։ Հիմա ուր է, աու, չկա։ Ուրեմն, եթե այդքան հզոր ենք, որ կարող ենք սա փակել, կրկնեմ, ուրեմն այդ հզորությունը կա բացելու համար։ Ուրեմն իմացեք, որ որևէ խնդիր, որևէ մեկը չի ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններում հունիսի 8-ին, եթե ընտրվում ենք մենք։